Ես հասկանում եմ, որ սիրելիներ Աստծո անունը կանչող մարդը ասում եմ, որ իր հաշվարկները տեղի չունեցան, ես դրա համար կկանչեմ Աստծուն։ Աստծո անունը կանչող մարդը ուզում ասի նաև, որ իմ մարդկային ապավինություններն էլ չստացավ, դրա համար ես Տիրոջ անունը պիտի կանչեմ։ Չգիտես ինչի, կյանքի ճանապարհները մեզի բերում են այնտեղին, որ մեր բոլոր հաշվարկները, տեսակետներն, ակնկալությունները, սպասելիքները մարդոց մեկ քանդվում են, ու դա լավ է, որ քանդվում են, սիրելիներ, թեպետ ցավալի է, որ դա հետևանքը դրա մեծ ցավ է, հոգեկան ապրումներ են, վիշտ են, ջախջախված վիճակներ են, սիրելիներ, ոմանց համար միգուցե անհույս վիճակներ են։ Եթե աշխարհ ունի լոզունգ ասելու, թե բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, քրիստոնյան ասում է, իմ կյանքի ճանապարհները ինձ բերում են Տիրոջ մոտ։ Իմ կյանքի, իմ նավակին հանդիպած բոլոր տեսակի ալիքները, քամիները, Աստվածաշունչ բերում են ինձ Տիրոջ անունը կանչելուն, ինձ բերում են Տիրոջը, սիրելիներ։ Դրա համար թող որևիցե մեկի ներսում իր կյանքի դժվարություններին հանդիպելով, սիրելիներ, թող հուսահատություն չապրի Քրիստոսի վրա, բայց եթե իր մեջ հուսահատություն ապրել, հիասթափություն ապրել, թող վերականգնվի հույսի շողով, ավետարանի խոսքերով, հառնի իր պրոբլեմներից ու կանգնի իր փրկչի առաջը, ինչպես գրում է գիրքը, կանգնի մեռելներից, ու Քրիստոսը քեզի լույս կտա, կանգնի մեռելներից։ Այդ որոշումը պիտի անի մարդը, սիրելիներ, անկախ իրան հանդիպած իրավիճակներից, կանգնի, Քրիստոսը քեզի լույս կտա, բայց դու կանգնի։ Ես ուզում եմ, սիրելիներ, կարդամ այն հատվածը, որ պիտի մի փոքր զրուցենք Տիրոջ խոսքովը, սիրելիներ, թող սա լինի որպես նախաբան, եւ կարդում եմ Մատթեոս ավետարան 11-րդ գլխից, սիրելիներ, 28 համարը, Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 28 համարից։ Եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ, ալելույա։ Իմ լուծս ձեր վրա առեք եւ ինձմես սովորեցեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնար, եւ ձեր անձերին հանգստություն պիտի գտնեք։ Վասնզի իմ լուծս քաղցր է եւ իմ բեռս թեթև, ալելույա։ Մի հատ կարճաղոթենք։ Օրհնում եմ քեզ, Տեր Աստված, ամեն հոգնածի համար, Դուխ Սվետոյ, որ ստեղ ենքանա հոգնած, որ ձեռնել չի բարձանում երկինք աղոտքի, կրովի ավաոչը շտեբիդի կլավս, ռմենը չադը, կրեմենը գլոսն, ալելույա, մարդի գիտեն իրա ժպիտը, բայց դու գիտես իրա սիրտը, ռեմենը կլավսնս էրմենը չի գիրի գելսը ալվաոչը, բրի, ասաննա, թող քո ձեռքերը մոտիկանան մեզ, Դուխ Սվետոյ, ավաոչը, ալելույա, ավաոչը, Դուխ Սվետոյ, դու ես մխիթարիչը քո ժողովրդի, դու ես կանգնած քո ժողովրդի համար, դու հարություն արար հորդ առաջ կանգնած ես բարեխոսը լալու, ողորմած ես փառք քեզի, օրհնի ժառանգությունդ, շարունակի մեր մեջը լալ, Հայր, Որդի Սուրբ Հոգի, ալելույա, ամեն, նստեք սիրներ։ Ես ուզում եմ փառավորեմ Աստծուն, սիրելիներ, որ հոգնածներին կանչում է ինքը,
Մարդիկ հոգնել են իրարու բեր վերցնելով, թողնում են իրար վրա ասելու, թե ամեն մեկ իրա բերը պիտի կրի, սա ավետարանա սիրելիներ, բայց գիրքը մի հատ օրինակ ունի ցույց տված, որ երբ որ Տերը խաչ ուսին գնում էր Գողգոթա ասված տեղը, ինքը հոգնավ ճանապարհին, ինքը ճանապարհին այնքան հոգնեց, որ այդ խաչը չէր կարող տաներ։ Ես փառք եմ տալի այն մարդու համար, որին բռնեցին տանելու։ Միգուցե այո, ինքը չհոժարվավ այդ բանը անելու, բայց բռնեցին, որ տանի։ Այսօր սիրելիներ, Աստված մեզի իր հոգին թողելա, տվելա, կնքելա, որդեգրելա այդ կնիքով ու ասելա, որ Սուրբ Հոգին օգնության կհասնի մեր տկարություններին։ Ես բանավոր կրկնեցի գրված խոսքը։ Սուրբ Հոգին օգնության կհասնի, կգա օգնության։ Ես ուզում եմ սիրելիներ, որ այս դահլիճում նստած ամեն մի հոգի իր ողջ աչքերը ներաշխարի, ակնկալիքները ասելու, սպասելիքները, բոլորը դնի Սուրբ Հոգու վրա սիրելիներ, որովհետև ինքն է որ չի ուշանում, ինքն է որ խոստումից ետ չի կանգնում, ինքն է որ հավատարիմ է, այսպես սկսե, հավատարիմ ու ճշմարիտ վկան, էսի կոչեց Սուրբ Հոգին Տիրոջ համար հայտնության գրքում, այսպես սկսե, հավատարիմ ու ճշմարիտ վկան, հավատարիմ է այդ հոգին սիրելիներ, և մեզի կանչելա իրան սիրելիներ, իրա ոտքերի մոտ, անկախ են բանից, ինչ վիճակով ենք, Տերը ես կարդացի Տիրոջ խոսքերը, որ ասեց ու հրավիրեց բոլոր հոգնածներին, բոլոր բեռնավորվածներին, իրա քովը, ես կուզենամ սիրելիներ, այս ժամերի մեջ, ինչքան ժամանակ, որ մեզ դեռ ընծայված է երկնքից մեկ Տիրոջ առջև կանգնած լինելու, թող սիրելիներ, այս խոսքերը մեր վրա կատարվեն, թող այս խոսքերը մեր վրա կատարվեն ու ամեն մարդ մոտիկանա իրա հոգսով, Տիրոջը, իրա նստած տեղում, աղոթքի ժամանակ, խոսքի ժամանակ, երգի պահին, թող իր հոգնած վիճակը բերի Տիրոջ ոտերի մոտ, հոգնած վիճակը բերի Տիրոջ ոտքերի մոտ։ Մի համար հիշեցի Սուրբ գրքից, հին ուխտում սենց համար կա գրված, ասում է, ու насильщиков сила ослабела, а мусора было много։ Ու ես միտք եմ ասում, դեռ կարող մի բառը վրիպում տամ, երկու բառը, բայց միտքն էր սա։ Ասում է հին ուխտում, որ քահանաներն էր, քահանական այդ միջավայրում, այսպես ասած, հոգևոր ծառայություն կար անելու, պետքա զիբիլը թափեր, զիբիլ պտի թափեին, մի ով պտի թափեր, հարցը դա չի, բայց հոգևոր ծառայություն, միտքը նա էր, որ հոգևոր ծառայություն էր, ու այդ հոգևոր ծառայության մեջ սիրելիներ, աղբը թափելու գործ կար, բայց գիրքն ասում է, որ ուժը քիչ էր, սիրելիներ, տեղագալի, որ ուզում ես ուժը թերիքի, բայց հոգնում ես, չես կարում։ Ձերերին խոսացնենք, ասեն, առաջվանը չեմ ասում, ես առաջվանը չեմ, առաջվա երիտասարդը չեմ, առաջվա ուժը վրեժ չի, բայց Մովսեսը սիրելիներ, ուժը չպակսեց, աշկի լուսնը չպակասեց։ Այսօր սիրելիներ Մովսեսի նման մարդիկ չենք էլ գտնի միգուցե, որի աշկի լուսը չպակսի, իր ուժն չպակասի։ Բայց ես ուզում եմ վերադառնալ մեր խոսքին Տիրոջ ասած ու նայենք Տիրոջը, ինչ անում Տերը,
անկախ են բանից, որ ինքը հրավիրել է իրեն, բոլոր հոգնածներին ու բեռնավորվածներին, ինչը անում Տերը ինքը, իր հետ պատահած բանի մեջ։ Դրա համար ես կարդում եմ Հովանու ավետարան, սիրելիներ, 4-րդ գլխից պիտի կարդամ, Սամարացի կնոջ հետ զրույցը, Հովանու ավետարան 4-րդ գլուխ, 5-6 համարներն եմ կարդում։ Հովանու ավետարան 4-րդ գլուխ 5-6 համարները։ Եթե Տերն ասեց բոլոր հոգնածներին իր մոտ գալու, հետաքրքիր է կուզենամ լսենք Տիրոջը խոսքը, ինչ ասում Տեր իր մասին։ Ավետարանիչ ինչ է գրում Տիրոջ մասին։ Շատ հետաքրքիր է այստեղը։ Ուստի եկավ Սամարացիների քաղաքը, որի անունը Սուքար էր, այն տեղին մոտ, որ Հակոբ իր որդին Հովսեփին տվավ։ Ասու որդին ճամփա եկավ, ու հասավ այն տեղին մոտ, որ Հակոբ իր որդին Հովսեփին տվավ։ Հոն էր Հակոբի ջրհորը, Հիսուս հոգնածը լալով, այն ջրհորի քով նստավ, գրեթե ժամը 6-ներ։ Հիսուս հոգնածը լալով, աղբյուրի քով նստավ։ Եվ այսօրվա հարցադրումը հետևյալն է, որտեղ է հանգստանում արդարը, թող հնչի ամեն մեկիս անհատապես, ու ամեն մեկիս առաջ գայս 4-6-ը Հիսուս հոգնածը լալով ջրհորիքով նստավ։ Ես որտեղ եմ նստում, երբ որ հոգնած եմ, ինչ աղբյուրիքով եմ նստած ես հիմա, երբ որ հոգնած եմ, էդ ինչ աղբյուր է, էդ ինչ ջրեր են, մարդիկ հոգնում են սիրելիներ, գիրքը գրում է Հիսուսը հոգնած լինելով, նստեց աղբյուրիքով։ Մենք էլ ենք միտեղ, ինչ որ մի պահին հոգնում, մենք էլ ենք հոգնում։ Ասմա ես հոգնա քեզի լսելուց, էլուս չունեմ։ Ասմա ես հոգնա վազելուց այսքան, վազեցի, ես հոգնա։ Մարդիկ հոգնում են, ծառայության մեջ էլ են հոգնում։ Բայց որ հոգնում ես, որտեղ ես նստում, որ հոգնում ես, ինչ աղբյուր ես մանգալի, սիրելիներ, էսի շատ կարևոր է, այսօր մի քանի համարներ կնայենք սիրելիներ, Սուրբ գրքից, որ Տիրոջ օծյալները հոգնած լինելով նստեցին էլի, բայց հարցը նա է, թե որտեղ նստեցին, իրաց նստած տեղը կանգնեցին, թե նստած տեղը ընկան, որտեղ է հանգստանում արդարը, ինչի մեջ է հանգիստ գտնում։ Ես կարդամ Առաջի Թագավորաց գիրք 3-րդ գլուխ սիրելիներ, ու նայենք, թե Տիրոջը նվիրված, Տիրոջը ընծայված անձը որտեղ էր սիրելիներ հանգստանում, որն էր իր հանգստի զորության աղբյուրը, միջավայրը որն էր, սիրելիներ, անկախ են բանից, որ
մայրը նվիրել էր իրան տիրոջը։ Մանուկ Սամվելը, որը մանկուց նվիրված էր Աստծուն, առանց իր կամքի, բայց այդ Աստծուն նվիրված լինելով, ինքը այդ Աստծո մոտ հանգիստ գտավ։ Ես կարդում եմ Առաջի Թագավորաց 3-րդ գլուխ, սիրելիներ, 1-ից 4 խոսքերը։ Սամվել մանուկը Հեղիի առջև Տիրոջը ծառայություն կներ։ Այն օրերը Տիրոջը խոսքը հազվագյուտ էր ու հայտնի տեսիլ չկար։ Օրը Հեղի իր տեղը պարկել էր, ես խնդրեմ ուշադրություն դարձրեք, Հեղին որտեղ է պարկում հանգչելու համար, Սամվել մանուկը որտեղ է պարկում հանգչելու համար։ Օրը Հեղի իր տեղը պարկել էր, անոր աչքերը սկսել էին ծանրանալ ու չէր կրնա տեսնել։ Եվ Աստծո կանթեղը տակավին մարած չէր։ Ու Սամուել Տիրոջը տաճարին մեջ կքնանար, ուր Աստծո տապանակը կար։ Հետաքրքիր է, Սամվել մանուկը, Հեղի քահանան, երկուսն էլ հանգիստ գտնելու տեղ ունեն, հանգիստ գտնելու տեղ ունեն, բայց գիրքը գրում է Հեղին իրա տեղն էր պարկել, իրա տեղը, այդ որտեղ է այդ տեղը, այդ ինչ տեղ ես գտե քեզի պարկելու, հանգչելու, որտեղ ես որոշել այդ տեղը, հանգստանալու, բայց Սամվելի համար ուրիշ բան է գնաց, սիրելիներ, լրիվ ուրիշ բան։ Սամվել Տիրոջ տաճարի մեջ կքնանար, ուր Աստծո տապանակը կար, Աստծո տապանակը կար։ Սիրելիներ, տարբերություն կա, թե չկա։ Մեծ տարբերություն կա, որտեղ ես հանգիստ գտնելու, որտեղ է քո հանգստի աղբյուրը։ Ներողություն եմ խնդրում, մարդիկ կան ասում են, մատեն պուլտը տվեք, ասում են մի փոքր հանգստանամ, ասում են պուլտը տվեք։ Էդ էլ իրա աղբյուրն է, էդ էլ իրա տեղն է, ինքն էլ տեղը ասում է հանգստանում։ Մարդիկ այդ հեռուստացույցի դեմն են հանգստանում, ասում է բժժում եմ, քնում եմ, էսի մարդոց վկայությունն է։ Որտեղ է հանգստանում արդարը, սիրելիներ։ Ինչ միջավայր կա, որը ազդում է քո վրա, որ դու տեղ հանգչես, բայց զորանաս, ոչ թե տկարանաս։ Այդ ինչ միջավայր է։ Մանվել աղբեր ասա։ Համար մեքենա 77, 772, всё։ Չորսատը տենց համար կա, всё, հոսո չան, հելար դու։ Տերը օգնական մեզի սիրելիներ։ Հետաքրքիր բան է գրված, ասում է Նոյ տապանից աղավնում բացաթողում, աղավնին պտտվում, պտի գա տապան, հետաքրքիր բան է ասում ռուսերեն թարգմանության մեջ ասելով, թե «И голубь не нашел покоя ногам своим, для ног своих, не нашел покоя».
Для ног своих. Ասма աղավնին իրա ոտքերը հանգստանալու տեղ չգտավ, դնելու որ հանգստանա։ Դուք կարծում եք այս խոսքերը ընես պատական գրված խոսքեր են, սիրելիներ, որտեղ է հանգչում Սուրբ Հոգին։ Դավիթի համար հետաքրքիր արտահայտություն է գրված։ Ես ուզում եմ բերեմ էլի մեզի թեմային, բայց մի քանի համարներ հիշատակելով։ Դավիթի համար գրված ասում է, երբ որ Սուրբ Հոգին յուղը լցնելուց հետո իջնում է Դավիթի վրա, հայերենում չի գրում այդ արտահայտությունը, ռուսերենում գրում է, ասում է Дух почил на Давիդա։ Ասում է, բայց երբ որ յուղը Սամվելը լցրեց Սավուղի վրա, Дух сошел на Սաուլը։ Մեկի վրա իջավ, մեկի վրա հանգիստ գտավ։ Սիրելիներ, այս արտահայտությունները պատական չեն։ Որտեղ եմ ես հանգիստ գտնում, այդ միջավայրը, սիրելիներ, դժվար թե Հակոբի նման, ասում է քարը վերցրեց եղբոր երեսից փախած ժամանակը, քարը վերցրեց, դրեց գլխի տակ ու քնեց։ Ես քարը դնեմ գլխիս տակ, քունս կփախնի, ես չեմ կարող քնեմ։ Բայց ստեղ ինչ որ մի հոգևոր կոնտեքստ է մտցրած մեջը, հոգևոր իմաստ։ Հետո այդ քարի վրա յուղ կթափի, քար կկանգնեցնի, յուղ կթափի։ Մի խոսքով, քարը կդնի գլխի տակ կքնի, հանգիստ կգտնի։ Սիրելիներ, ինչ աղբյուրների քով եմ նստած ես, ինչ քարի վրա եմ հենվում ես, հանգիստ գտնելու, զորանալու, խաղաղվելու, սա կարևոր է ու շատ կարևոր է։ Այն քրիստոնյան, որ ուզում է ունենա ապագա, պետք է որոշի իր հանգիստը որտե անցկացնում։ Ես նկատի չունեմ հավայան կղզիներում եւ այլն, Կոբուլեթի եւ այլ։ Նկատի չունեմ, ով որ ուզում է ապագա ունենա հոգեոր, ինքը պետք է որոշի որտեղ է հանգիստ գտնելու։ Որտեղ, դա կարևոր է։ Դա շատ կարևոր է։ Ես ժամանակը չեմ ուզում ձգեմ հապածախու առնելով ուզում եմ մի տեղ կարդամ։ Դատավորաց գիրք 16-րդ գլուխ։ Դատավորաց գիրք 16-րդ գլուխ, սիրելիներ։ Սամսոնի պատմության մեջ սա այն հատվածն է, որ ես ամբողջությամբ չեմ կարդա, որ Սամսոնը կյանքի բերումներով եկավ հասավ միտեղ, գիրքը գրում է Սովբեկ հեղեղատի եզերքը բնակող կին սիրեց անունը Դալիլա։ Կյանքի բերումով եկավ հասավ միտեղ Սովբեկ հեղեղատի մոտ, որի մոտ կար մի կին, և գիրքը գրում է սիրեց այդ կնոջը, որը հրյա չէր, հեթանոս էր, սիրելիներ, ու հետաքրքիրը գիտեք որն է, Աստծո ժողովրդին օտար բանը կարող է սիրելի թվա, կարող է Աստծո ժողովուրդը ինչ-որ մի պահ հրապուրվի օտար ջրերով, բայց միտեղ պետք է կանգ առնես դու, պետք է գա միտեղ, որ դու պետք է կանգնես ու ասես, որոշեց Դանիելը չպղծվի թագավորի կերած կերակուրը, դու պետք է կանգնես ու որոշում կայացնես։ Դու էլ ես տենում բաներ կա հրապուրում ա քեզ, հաճելի է, բայց եթե այդ աղբյուրը չի, որ դες զորանում են, այդ աղբյուրը չի։ Ես կարդում եմ 16-րդ գլխից, սիրելիներ,
այն հատվածը, որտեղ Սամսոնի կյանքը այդ կնոջ հետ կապվել է, բացի սիրելուց, բացի կապվելուց, բացի ժամանակ անցկացնելուց, բացի իր հարկի տակ մնալուց, սիրելիներ, այս սրանք սաղ նշանակություն ունեցող բաներ են, բացի այս ամեն ինչից, լսի անառակ որդին էլ լստեց խոզերի կողը, բայց մի օր որոշեց, հելում եմ գնամ հորս, մի օր որոշեց ինքը, բայց Սամսոնի համար որոշումը ձգձգվում է, հետ անգնում, ինչ եք կարծում, ամեն բանի ժամանակը կա սիրելիներ, ամեն բանի ժամանակը կա, գիրքն է գրում, տեսեք ինչ է կատարվել, կարդում եմ 15 համարից, այն ատեն Դալիլան օրսավ, քո սիրտդ ինձի հետ չէ, քո սիրտդ ինձի հետ չէ, գիտես, թշնամուն պետք չի միայն քո մարմինը, քո մտքերը, քո զգացմունքները, իրան քո սիրտն է պետք նաև, քո սիրտը, թշնամին ամեն գնով ուզում է քո սիրտը վեկալի, էդի քո աղբյուրն է, որը պիտի պահես, այդ աղբյուրը մաքուր, ամեն զգուշությունով քո սիրտը պահի, կյանքի աղբյուրները անկեն, կարող աչքերդ տաս թշնամուն, մտքերդ տաս թշնամուն, մի պահ հրապուրվես, զմայլվես, ժամանակ կնա, մարմինդ մտնի տեղ, բայց սիրտդ կպավ, նրա ուշքի միտքը քո սիրտն է, քո սիրտն է, բայց Սամսոնը սիրելիներ, հետաքրքիրը հլը հարց տվեք, իր օծությունը չպահեց իրանը տեղ, բախի չպահեց օծությունը, օծությունը կարողությունն է միջոց, որ ես կարանամ լսեմ, օծությունը բանաձև է դուրս գալու, եթե ես ընդունեմ ու տեղ տամ, Հովանես 10 օծությունը սովորացնում ամեն բան, բայց ով է լսում այդ օծությանը, ով հավատաց մեր տված լուրին, ով է լսում օծությունը, ինչ ասում իրան մեջ, Սամսոնը չլսեց այդ օծությունը, ինչ էր խոսում իրան մեջ, որը սովորացնում էր իրան ամեն բան, ինչ որ ճշմարիտ ասուտ չի, բայց Սամսոնը հանգիստ է մանգալի, բայց սխալ ջրերի մոտ, սիրելիներ, սխալ ջրերի մոտ, մի հատ երգ ունենք, վերադարձի ես քեզ կընդունեմ, լավ կլինի քրիստոնյան վերադառնա օտար ջրերից, հիմա իր նստած տեղը, վերադառնա օտար ջրերից, ակնվանի պես պայծառ կյանքի ջրի մոտը, ոնց որ գրում է հայտնության գիրքը, այդ ջրի մոտ վերադառնա, մի փոքր շարունակեմ սիրելիներ, որովհետև միտքը կարևոր է, այն ատեն Դալիլանորսավ, քո սիրտը ինձի հետ չէ, ինչպես կսես թե, քեզ կսիրեմ, 3 անգամ է, որ զիս կխափես, ու ինձի չսիր թե, քու մեծ զորությունը ինչեն է, որովհետև ամեն օր իր խոսքերովը անոր նեղություն կուտար, ու զանիկա կբռնադատեր, այնպես, որ անոր սիրտը մինչև մահվան աստիճան նեղացավ, բոլոր աշխատանքը սրտի ուղղությամբ է էլի, առակած գիրք, Տեր ասում է, որթյակ իմ սիրտդ ինձի տուր, խավարն էլ ասում սիրտդ ինձ տուր, սիրտդ ինձ տուր, խավարն էլ դրա հետևից եկե, հեմի դու քո սիրտը ում կտաս էդի Տերը գիտի, խավարն էլ քո սրտի հետևից եկե, բայց դու քո սիրտդ Տիրոջը տուր, ամեն սիրելիներ,
ուստի բոլոր իր սրտի եղած անոր պատմեց ու անորը սա, իմ գլխուս վրա ածերի չէ դիպած, քանզի մորս արգանդեն ես Աստծո ուխտավորն եմ, եթե ածիլվիմ, իմ ուժս ինձ մեկ երթա, ու կտկարանամ, և ամեն մարդու պես կլամ։ Երբ Դալիլա տեսավ, որ Անիկա բոլոր իր սրտի մեջ եղած իրեն պատմեց, նախարարները կանչել տվավ ու սավ, այս անգամ ելեք, քանզի բոլոր իր սրտի մեջ եղածը ինձի հայտնեց։ Բոլոր իր սրտի մեջ եղածը։ Ու ինչքան դիզգուշավորը լենք, սիրելիներ, ինչքան դիզգուշավորը լենք։ Գիտեք, միամիտ լինելը լավ է, բայց չի արդարանում։ Միամիտ առաջ անցնում է, վնասվում է։ Ես շատերից լսել եմ, մարդիկ ասում են, ես միամիտի պես սիրտս բացեցի, ասում փոշմանեցի։ Սիրտը ջրի պես Տիրոջ առաջ թափի, Երեմիան է գրում, բայց ոչ թե մարդու առաջ։ Ինչ գիտես, ինչ կլինի, բոլոր սիրտդ բացել ես, ինչ կլինի, դու գնա քո Աստծուն պատմի, քո բոլոր սրտի մեջ եղածը քո Աստծուն պատմի։ Դալիլայի քաղցր խոսքերը գողություն էին, մարդու սիրտ եկավ գողանալու։ Դալիլա Զանիկա իր ծնկերի վրա քնացրեց ու մարդ մկանչեց անոր գլխուն 7 բաժին մազերը ածիլ տվավ ու սկսավ Զանիկան նեղել եւ անոր ուժը իր մե գացել էր։ Ես աղոթքից առաջ մեզի հրավիրելու եմ սիրելիներ այն մտքին, որ եթե Տերը ցույց է տալի, որ մենք հոգնած լինելով օտար աղբյուրների քով ենք նստած, օտար աղբյուրների, ով կպատկերացնի Սամսոնը Դալիլայի ծնկների վրա, ով է պատկերացնում այդ տեսարանը, ով, բայց այդ տեսարանը փաստ է։ Սիրելիներ, այսօր փրկության օր, ապաշխարության օր ու ուխտը նորոգելու օր։ Ես հրավիրելու եմ մեզի աղոթք անելու, բայց խոստովանական աղոթքի։ Անկախ են բանից, թե քո դուրսը ինչ է երևում, քո ներսը հոտերը տենում է, քո ներսը տերը տենում է, թե ինչ ջրեր կան, որից օգտվում ես, ինչ ծնկներ կան, որի վրա աչքդ կպնում է, հանգստանում ես, Տերը տենում է, սիրելիներ։ Ես ամենայն աղաչանքով ու Տիրոջ երկյուղով իր առաջ կանգնած լինելով պիտի աղաչեմ, սիրելիներ, որ այս աղոթքը նվիրենք խոստովանության Տիրոջ առաջ։ Ու եթե դու ունես մի փոքր իսկ անգամ աղբյուր, որ այդտեղ ես հանգստանում, այդ աղբյուրները բերեք Տիրոջ առաջ։ Ու դրեք Տիրոջ առաջ, սիրելիներ։ Ու քթի մի աղբյուր, որին կասես, իմ բոլոր աղբյուրները քո մեջ են։ Իմ բոլոր աղբյուրները քո մեջ են։ Այ իրանից ծնվես։ Լսում եք, սիրելիներ։ Չգիտես վաղը ինչ կլինի։ Սամսոն, չգիտես, աչքիդ լուսը չէ, աչքերդ կտանեն քեզնից։ Դու ինչ գիտես։ Խաղ մի արա Տիրոջ օծության հետ ու Տիրոջ խոսքերի հետ։ Թող Տեր օգնական լինի մեզ, ամեն։ Կանգնենք ոտքի Տիրոջ առաջ։